Եվ այսօր խոսքից վերնագիրը դրել եմ այսպես. Վերելք տառապանքի դպրոցից։ Մինչ խոսքից անցնել ուզում եմ մի պատմություն կարդա, շատերս կարդացած կլինենք Թիթեռի պատմությունը, ուզում եմ ընթերցել։ Մի մարդ մի օր նկատում է, որ մի փոքրիկ թիթեռ կոկոնի մեջ փակված սկսում է շարժվել։ Թիթեռը ներսում պայքարում էր, ճեղք բացելով, որ դուրս գա։ Մարդը ժամերով հետևում էր այդ պայքարին, փոքր ճեղքը բացվում է, բայց թիթեռը չէր կարողանում դուրս գալ։ Շարժումները դանդաղում էին, թվում է թիթեռը այլևս ուժ չունի շարունակելու։ Անհանգստացած մարդը որոշում է օգնել թիթեռին։ Նա վերցնում է մկրատը եւ շատ նրբորեն լայնացնում է ճեղքը, որ թիթեռը հեշտ դուրս գա։ Եվ թիթեռը իսկապես դուրս է գալիս, առանց պայքարի, առանց ցավի։ Բայց դուրս եկած թիթեռի մարմինը ուռած էր, իսկ թևերը կնճռոտ ու թուլացած։ Մարդը սպասեց երկար, որ թևերը չորանան, ուժեղանան եւ թիթեռը թրջի, բայց այդ ամենը երբեք չեղավ։ Թիթեռը մնաց քարշ եկող, երբեք չսովորեց թրջել։ Այդ մարդը չգիտեր այն, ինչ Աստված արդեն դրել է բնության օրենքի մեջ։ Թիթեռը հատուկ պետք է անցնի նեղ ճեղքից, ճզմվելով ու պայքարելով, որ մարմնի հեղուկները մղվեն դեպի թևերը։ Ու միայն այդ ճնշումով են թևերը դառնում ուժեղ, թռիչքի համար։ Մարդը իրականում խլեց տառապանքը թիթեռի, մտածելով, որ օգնում է, բայց այդպիսով խլեց նրա ուժը, քանի որ հենց տառապանքն էր դառնում թիթեռի վերելքի պատճառը։ Թիթեռի պատմությունը մեզ շատ բան է սովորեցնում, որ Աստված երբեմն թույլ է տալիս ճնշումներ, դժվարություններ, ցավ, մենություն, ոչ թե տանջելու համար, ինչպես թիթեռի կյանքում էր, այլ ձևավորելու համար։ Եվ խոսքս կառուցել եմ Եսայի 53-րդ գլխի հիման վրա եւ ուզում եմ ընթերցել Եսայի 53-րդ գլուխ 10-ից 10 մինչեւ 12-րդ խոսքը, մինչեւ վերջ այսինքն։ Այս գլուխը շատերիս հայտնի է Հիսուսի պատմությունն է, թե ինչով պիտի անցներ Հիսուսը եւ ինչ հաղթական ավարտ պետք է ունենար։ Բայց Տիրոջ կամքն էր նրան ճզմել, տառապանք պատճառել, երբ նա իր անձը մեղքի ինձա դարձնի, սերունդ կունենա, երկարացնի իր օրերը եւ Տիրոջ կամքը նրա ձեռքով կհաջողվի։ Նա իր անձի տառապանքը կտեսնի եւ կկշտանա։ Իմ արդար ծառան իր գիտությամբ կարդարացնի շատերին եւ նրանց անօրենությունները ինքը կկրի։ Ուստի ես նրան մեծերի հետ բաժին կտամ եւ նա ավարը կբաժանի հզորների հետ, որովհետեւ իր անձը մահվան մատնեց եւ հանցավորների շարքը դասվեց։ Նա շատերի մեղքը կրեց եւ հանցավորների համար միջնորդ եղավ։ Տեսնում ենք 10-րդ խոսքը, որ ասում է Աստված հաճեցավ ճզմել Հիսուսին։ Այս խոսքը շատ է կպել սրտիս վրա, որ Աստված հաճեցավ ճզմել, տառապեցնել նրան, ցավով անցկացնել, ջախջախել, կոտրել, բայց վերջնական արդյունքի համար, ոչ թե դատապարտելու համար էր այս ամենը անում, այլ հաղթական ավարտ ունենալու համար, որ Հիսուսն էր դառնալու դեպի կյանքը, դեպի երկինք տանող միակ ճանապարհը։ Նույն սկզբունքը նաև գործում է մեր կյանքում։ Եթե ուզում ենք փոխվել, եթե եկել ենք Աստծո տուն եւ հանձնվել ենք նրան, հանձնվել ենք Հիսուսի ձեռքերի մեջ, Հիսուսը ասում էր ոնց որ ես անցա նույնն էլ դուք անցնեք, այդ ցավերով, այդ տառապանքներով։ Որտեղ վերելք առանց ձորերի չի լինում, զորություն առանց խոնարհման չի տրվում։ Եվ խոսքը ասում է, եթե սերմը չմեռնի, չի ծլի, եթե եսը չկոտրվի, չի ծնվի նոր մարդ։ Ամեն։ Եվ եթե հին մարդը չմարի, նորի լույսը չի կարող պայծառ լինել։ Աստված մեր կյանքում երբեմն թույլ է տալիս ճնշումներ, որպեսզի դուրս գա մեր ներսի մարդը։ Մենք վստահեցնենք, որ խոստովանենք, որ շատ դժվարությունների ժամանակ, երբ որ մեզ ցավացնում են, երբ որ ինչ խնդիրների առաջ են կանգնում, երբ որ հիվանդության ժամանակ մենք կանգնում ենք այդ խնդիրների առջև, այդ ժամանակը մեր ներսի մարդը ի հայտ գալիս, թե ով ենք մենք իրականում։ Եվ Աստված թույլ է տալիս ճնշումներ, որպեսզի ի հայտ գա մեր ներսի մարդը։ Թույլ է տալիս արցունքներ մեր կյանքում, որ մեր հոգին մաքրվի։ Թույլ է տալիս մերնություն, որ նրա ձայնը ավելի հստակ լսես։ Ուզում եմ օրինակ բերել Հովսեփի մասին։ Շատերիս հայտնի է, որ գրված է Ծննդոց գրքում։ Հովսեփը մի մարդ էր, որ Աստծուց տեսիլք ուներ, երազներ էր տեսնում։ Աստված տեսիլք էր տվել Հովսեփին։ Ճանապարհ պետք է անցներ, բայց տեսնում ենք, որ ճանապարհը միանգամից տեսիլքը չիրականացավ իր կյանքում։ Թակառակը հակառակ ուղերձ եղավ իր կյանքի համար։
Հովսեփի կյանքում կար տեսիլք, Աստված տեսիլք էր տվել, նպատակ էր տվել, որ քեզ պիտի բարձրացնեմ, բայց տեսնում ենք այդ տեսիլքը միանգամից չիրականացավ Հովսեփի կյանքում։ Այսօր մեր կյանքում էր, եթե Աստված քեզ նպատակ է տվել, տեսիլք է տվել, եթե միանգամից իրականանա, իրականում կկորցնենք այդ տեսիլքը։ Եթե Հովսեփի կյանքում էլ այդ տառապանքներով չանցներ Հովսեփը, չէր գնահատի դրանց արժեքը։ Մեր ժողովրդական խոսք կա, որ ասում են ջրի բերած, ջրի տարած։ Այսինքն հեշտ բերած ապրանքը, հեշտ բերած նպատակը հեշտ էլ կորցնում ենք, բայց դժվարությամբ ձեռ բերածը այն ծանր արժեք է ունենում մեր կյանքի համար։ Առանց չարչարանքի, առանց տանջվելու ձեռ բերածը բարձր գնահատանքի չի արժանանում։ Երբ որ հիվանդանում ենք, խոստովանենք այդ ժամանակ են գնահատում առողջությունը։ Այսինքն եթե ինչ-որ բան չի լինում, չեն գնահատում այն, ինչ որ Աստված մեզ տրվել է։ Խնդիրներն են, որ ստիպում են ամուր պահել արդյունքը։ Բայց տեսնում ենք, որ Աստված Հովսեփի հետ էր։ Եվ կուզեմ ընթերցել առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ 13-րդ խոսքից։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է։ Նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Աստված տեսնում ենք, որ խոստացել է մեր կարողությունից ավել չենք փորձվելու։ Աստված գիտի մեր կարողությունը, մեր չափը ինքը գիտի։ Մենք չենք որոշող մեր փորձությունների չափը, այլ Աստված է որոշող մեր փորձությունների չափը։ Թե ինչքանի մեր ուժը կդիմանա, դա Աստված գիտի։ Տեսնում ենք, որ Հովսեփը տարվավ Եգիպտոս։ Այնուհետև կարծես լավ էր, հարգանք ձեռք բերեց, ում տունը որ ծառայում էր, իշխանություն տրվեց իր հավատարմության շնորհիվ։ Կարծես Աստված պատասխանել էր Հովսեփին։ Կարծես Աստված լսել էր Հովսեփին, բայց տեսնում ենք, որ այդ ոգևորվածությունը երկար չտևեց։ Պետափրեսի կինը զրպարտում է Հովսեփին, եւ նա անմեղ տարվում է բանտը։ Հովսեփի համար այդ բանտն էր, որ դարձավ նրա վերելքի պատճառը։ Այդ տառապանքի դպրոցը Հովսեփի համար իր բանտն էր, որտեղ պիտի մշակվեր Հովսեփի սիրտը, խոնարհություն, համբերություն, հավատարմություն, ծառայություն։ Իրականում մարդկային աչքերով նույնը կարող էր մտածել Հովսեփը, որ բանտը փակուղի է, ել չկա ելք, բայց Աստծո աչքերով հատուկ ճանապարհ էր դեպի գա այդ բանտը։ Որտեվ տեսնում ենք, որ այդ տառապանքի պատճառները դառնում են Աստծո ծրագիր իրականացնելու ուղիղ կամուրջներ։ Հովսեփը բանտում էր, որ հանդիպեց մարդկանց, որոնք իրականում այդ մարդիկ էին, որ դարձան պատճառ, որ ինքը հանդիպեց Փարավոնին, որ հայտնվեց Պալատում։ Այդ մարդիկ էին պատճառը, որ հայտնվեց նա Պալատում։ Այսօր էլ մեր կյանքում կան մարդիկ, որոնք կլինեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն, որոնք կդառնան քո տառապանքի պատճառը, անհարմարության պատճառը, բայց այստեղից վերցնելով կասենք, որ չմեղադրենք այդ մարդկանց, որովհետև Աստված ամեն բան վերահսկում է։ Երբեք չկորցնես քո վստահությունդ Աստծո հանդեպ։ Երբեմն նրանք, ովքեր ցավ են պատճառում, գուցե նաև անգիտակցաբար, լինում են Աստծո ծրագրի մի մասը, Աստծո գործիքները։ Տեսնում ենք Հովսեփի կյանքում իր եղբայրները իրան ցավ պատճառեցին, բայց իրականում Աստծո ծրագրի մի մասը դարձան, որոնց շնորհիվ Հովսեփը հայտնվեց Պալատում եւ վերջը դարձավ Եգիպտոսի երկրորդ ամենաճանաչված մարդը։ Ինչպես Թիթեռի պատմության մեջ այդ ինքը ճզմվելով պիտի անցներ, որ վերջնական արդյունքի հասներ, այսինքն թրջեր։ Երբ որ խլեց այդ մարդը իր տառապանքը, տեսնում ենք, որ Թիթեռը ուղղակի եկավ քարշ եկող եւ երբեք չթրջեց։ Աստված չէր կարող Հովսեփին դնել գահին, եթե նրա սիրտը դեռ տառապանքի դպրոցով չէր անցել։ Քանի որ բարձրացումը պահանջում է բնավորություն եւ բնավորությունը ստեղծվում է ցավի միջոցով։ Աստված այսօր կերտում է մեզ մեր բնավորությունը, որպեսզի կարողանա իր ծրագրի մի մասին կդարձնի, ինչպես Հովսեփին էր։ Որտեւ Աստծուն հետաքրքիր չի ընթացքը, թե ինչով ենք անցնում, իհարկե հոգ տանում է մեզ համար, բայց Աստծուն հետաքրքիր է վերջնական արդյունքը։ Երբ ունենում ես դժվարություն, ոչ ամեն բան է այնպեսին, ինչպեսին թվում է։ Երբեմն երբ որ դժվարությունով ենք անցնում, մտածում ենք, որ սա վերջն է, սա ցավի վերջն է, եւ միակն ենք մնացել ամբողջ երկրում, որ այս ցավով ենք անցնում։ Որտեվ ամեն մեկի համար իր ցավը մեծ է, բայց Աստված ասում է, ես քո կողքին եմ։ Աստված վերևից է տեսնում, ամբողջական պատկերն է տեսնում, Աստված վերջնական արդյունքն է տեսնում։ Մենք ընթացքն ենք տեսնում, բայց Աստված վերջն է տեսնում։
Իհարկե Հովսեփին ճնշեցին, վաճառեցին, զրպարտեցին եւ ի վերջո բանտ նետեցին, բայց Աստված ամեն բան դարձրեց փրկության ծրագրի մի մաս։ Ի վերջում Հովսեփը բարձրացավ, դառնալով Եգիպտոսի երկրորդ դեմքը։ Հռոմեացիս 8:28-ում այսպես է գրված. Աստված ամեն բան բարիին գործակից է անում, բայց նրանց, ովքեր նրան սիրում են։ Աստված ամեն բան բարիին գործակից է անում։ Եթե դու տառապանքով ես անցնում, Աստված կերտում է քո բնավորությունը, որտեղ ցավը չարիք չի իրականում։ Երբ Աստծո ձեռքում է, այն դառնում է ձևավորման գործիք։ Ամեն։ Մեր վերափոխման ճանապարհին այդ ցավը դառնում է գործիք Աստծո ձեռքում։ Ամեն պայքարի մեջ մի նոր զորություն է ծնվում, փորձության մեջ հավատք է ծնվում։ Երբ դուրս են գալիս փորձությունների, դժվարությունների միջոցով, մենք փոխվում ենք։ Վկայենք բոլորս, երբ որ Աստծով իհարկե անցնում ենք այդ դժվարությունների միջով, մենք նոր մարդ ենք դառնում, նոր էություն ենք ձեռք բերում, նոր հասունություն ենք ձեռք բերում։ Հռոմեացիս 5:3-5 խոսքերում այսպես է գրված. Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև նեղությունների մեջ էլ պարծենում են գիտենալով, որ նեղությունը համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս, իսկ հույսը մեզ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Աստված սովորեցնում է մեզ։ Եվ խոսքս ամփոփելով, ուզում եմ ասել, եթե այսօր ունես հոգս, ունես դժվարություն, հիվանդություն, հալածանք, հավատա դու մենակ չես, որովհետև Աստծո խոսքը ասում է ես քեզ մենակ չեմ թողնի, քեզ երեսիցս չեմ ձգի։ Հիսուսը քո նավակի մեջ էր։ Կհիշենք, երբ որ Հիսուսը նավակի մեջ էր, փոթորկի էր վերածվել եւ կարծես կործանվում էին աշակերտները եւ Հիսուսին էին արթնացնում։ Եվ Հիսուսին, երբ որ արթնացրեցին, Հիսուսը ինչ ասեց։ Ասեց թերահավատներ, միչև երբ պիտի չհավատաք։ Երբ քո նավակի մեջ է, դու սկսում ես փոթորկից վախենալ, այդ ամենը Հիսուսին դուր չի գալիս, որտեղ Հիսուսի մեջ է ապահովությունը, Հիսուսի մեջ է այն ամենը, ինչ որ կա մեր կյանքի համար եւ ինչ որ պետք է մեզ համար։ Եբրայեցիս 13:5 խոսքում ասվում է. Քեզ մենակ չեմ թողնի, քեզ չեմ լքի, քեզ երեսիցս չեմ ձգի, մեր Աստվածն է ասում։ Եվ Աստված ասում է՝ մի հանիր քո խնդիրների միջից ինձ։ Երբ գալիս է նեղությունը, թույլ մի տուր, որ վախերդ հաղթեն քեզ, ընկճեն քեզ, նայիր Աստծուն։ Եվ այդ ժամանակ, երբ որ փորձությունը գալիս է, նայիր Աստծուն եւ ասա. Տեր, ինչ ես ուզում որ անեմ։ Ինչ ես իմ կյանքի համար պատրաստել։ Որտեւ ամեն բան Աստված վերահսկում է։ Եթե անցնում ես կրակի միջոցով, խոսքը ասում է, որ կրակը քեզ չպիտի այրի։ Երբ քո մեջ ուժ չի մնում, նրա զորությունն է դառնում քո զորությունը։ Որտեւ եթե սերմը չմեռնի, չի ծլի։ Եթե թիթեռը ճնշում չզգար, չէր թրջի։ Եվ թե Հովսեփը չանցներ իր տառապանքի դպրոցը, չէր հասնի գահին։ Աստված մեզ ասում է. վստահիր ինձ, քո նավապետին, որտեվ Աստված երբեք չի կոտրում, չի ոչնչացնում, այլ ձևավորում է, այդ ցավով մեզ անցկացնելով ձևավորում է բարձրացնելու համար։ Եվ վերջո մեզ կոտրող ցավը, մեր տառապանքը, այն հիվանդությունը, որ դու ունես, այն ցավերը ի վերջո Աստծո ձեռքում վերջում կդառնան քո իսկ վկայությունը։